Աստծո ոտքի մոտ եւ սովորել իրենից։ Թող Աստված օրհնի այս ժամը, որպեսզի մենք իր ոտքերի մոտ սովորենք իր ճշմարտությունը եւ կիրառենք Սուրբ Հոգով իր շնորհքով մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակում ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է հավատի դասերը Հեսուի գրքում։ Եվ այսօր արդեն հասել ենք 3-րդ դասին, որը կոչվում է շնորհի հուշաքարերը։ Հիշելու համարն է Հեսու 4:23-24, որտեղ ձեր Տեր Աստվածը Հորդանան գետի ջրերը ցամաքեցրեց ձեր առջև, մինչև որ դուք անցաք, ինչպես որ ձեր Տեր Աստվածն արեց նաև Կարմիր ծովում, որը ցամաքեցրեց մեր առջև, մինչև որ մենք անցանք, որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան, որ Տիրոջ ձեռքը զորավոր է, եւ դուք միշտ վախենաք ձեր Տեր Աստծուց։ Ոչ թե դուք կարծեք, թե դուք վերին արտիցորենն եք, ոչ թե դուք կարծեք, որ դուք այսինչն եք, ինչն եք, այլ որ եւ դուք հասկանաք, եւ երկրի բոլոր ազգերը իմանան, որ Տիրոջ ձեռքը զորավոր է, այսինքն որ Աստծո անունը փառավորվի, այլ ոչ թե այդ ազգի կամ ժողովրդի կամ մարդու։ Ուրեմն մի անգամ մի դասախոս նստեց ավտոմեքենան, քշեց, բայց մոռացավ իր վարորդական իրավունքը վերցնել եւ ոստիկանը կանգնեցրեց նրան եւ երբ որ իմացավ, որ վարորդական իրավունքը չունի, նրան տուգանք նշանակեց, բայց ասեց, որ դա ուսմանվարձ է, երբ մարդիկ ուզում են ինչ-որ բան սովորել, վճարում են ուսմանվարձ, սա ձեր ուսումնառությունն է, որպեսզի մեքենա վարի սովորեք չմոռանալ վարորդական իրավունքը ձեզ հետ վերցնել։ Բարիորեն մաղթում դասախոս։ Որպես մարդ մենք հակված ենք մոռանալու շատ բաներ։ Այն բաները, որ մեր տեսադաշտում չեն մանավանդ։ Եվ օրինակ ասենք, թե մոռանում ենք ջրել բույսերը, նայել թե ով է զանգել եւ պատասխանել զանգերին, եւ շնորհավորանքներ ուղարկել, կապ չունի։ Կարող ենք ամեն բան մոռանալ։ Բայց երբ որ մենք մոռանում ենք մեր հոգևոր կարիքների մասին, դա կարող է ունենալ, դա ունենում է շատ ծանր հետևանքներ, քան պարզապես տուգանվելը, հատկապես այն պատճառով, որ մենք բառացիորեն գործ ունենք մեր հավիտենական ճակատագրի հետ, մեր հավիտենական փրկության հետ։ Կարդանք Հեսու 3-րդ գլխի 1-5 համարները։ Վաղ առավոտյան Հեսուն վեր կացավ եւ ինքն ու Իսրայելի բոլոր որդիները մեկնեցին Սատիմից ու եկան մինչև Հորդանան գետը եւ գետն անցնելուց առաջ իջևանեցին այնտեղ։ 3 օր հետո առաջնորդներն անցան բանակատեղի միջոցով եւ պատվիրեցին ժողովրդին ասելով. Երբ տեսնեք ձեր Տեր Աստծո ուխտի տապանակը եւ Ղևտացի քանաներին այն տանելիս, դուք էլ վեր կացեք ձեր տեղերից եւ գնացեք դրա հետևից։ Բայց ձեր եւ դրա մինչեւ 2000 կանգունի չափ հեռավորություն թող լինի չմոտենաք դրան, որպեսզի գիտենաք ձեր գնալու ճանապարհը, որտեղ նախապես այդ ճանապարհով չեք անցել, որտեղ որ թե շատ մոտիկից գնային, չեն տեսնի, հեռվից են տեսնում, թե ուր է գնում։ Եվ Հեսուն ասաց ժողովրդին. սրբեք ձեր անձերը, որտեղ վաղը Տեր հրաշքները գործելու ձեր մեջ։ Ապա Հեսուն ասաց քահանային. վերցրեք ուխտի տապանակը եւ անցեք ժողովրդի առաջ, նրանք վերցրին ուխտի տապանակը եւ գնացին ժողովրդի առջևից։ Սա առաջին անգամն է, որ ուխտի տապանակը հիշատակվում է Հեսուի գրքում։ Մինչև այս պահ 5 դակարանի պատմության մեջ տապանակը հայտնվում էր սրբարանի համատեքստում եւ այս մենք գիտենք, որ տապանակի մեջ կար 3 բան, որ 3 առարկա, որոնցից յուրաքանչյուրն արտահայտում էր Իսրայելի հատուկ հարաբերություններն Աստծո հետ։ Տասը պատվիրանները պարունակող տախտակները, Ահարոնի քահանապետական գավազանը եւ մանանայով սափորը։
տապանակը և Հորդանանն անցնելու նախապատրաստություններն Իսրայելին հիշեցնում էին, որ նրանք Քանան չեն մտնում իրենց սեփական ձևով ու ժամանակին։ Այսինքն դա խորհրդանշում է մեր մուտքը երկնքի արքայություն և մենք պետք է հասկանանք, որ այդ մուտքը, այդ փրկությունը, հավիտենական կյանքը չի լինում մեր ջանքերի շնորհիվ, այլ լինում է շնորհիվ նրան, որ մենք հետևենք Աստծուն, ոչ թե Աստծուց առաջ ընկնենք։ Նվաճումը հաջող կլիներ միայն այն դեպքում, եթե նրանք հետևեին Աստծո գործելակերպին ու ժամանակին, մենք էլ պետք է նվաճենք մեր մեղքերը, և մենք պետք է հետևենք Աստծո գործելակերպին ու ժամանակին։ Աստված, ով նկարագրվում է տապանակը ծածկող երկու քերուբեների մեջտեղում գահին բազմած և ում շարժումները նույնացվում են տապանակի շարժման հետ, Քանան է մտնում իսրայելացիների առջևից, որպես նա, ով առաջնորդում է նվաճումը։ Եվ նաև Հեսուն ասեց, որ բոլոր պիտի սրբագործվեք, նվիրաբերվեք, ուրեմն սա շատ կարևոր է մեզ համար, որ երբ որ մենք կարևոր գործ ենք անում, երբ որ մենք գալիս ենք Աստծո ներկայության մեջ, իրանք Աստծո ներկայության մեջ պիտի գնային, Աստծո ներկայությունը իրենց առջևից էր գնում, որ մենք էլ մաքրվենք։ Մաքուր ասում է սուրբ չկա, մեկն էլ չկա, արդար չկա, մեկն էլ չկա։ Բայց ով է սուրբ մարդը, ով որ հասկանում է, որ ինքը մեղավոր է, ներողություն է խնդրում և մեղքերի ներում է ստանում և Աստծո շնորհքով չի շարունակում մեղքի մեջ ապրել, ուրեմն մարդիկ պետք է, ինչ է նշանակում սրբագործվել, պետք է ապաշխարեին, խոնարհվեին, որպեսզի Աստծուն հետևեին։ Ուրեմն նախքան Աստծո Իսրայելի համար մարտնչելը, նրանք պետք է ցույց տային իրենց հավատարմությունը և վստահեին նրան որպես իրենց հրամանատար։ Հորդանանը հատելու հրաշքը պետք է վկայություն լիներ իսրայելացիների համար և իհարկե բոլոր մարդկանց համար, որ Տիրոջ խոստումը այդ ազգերին խոստացված երկրից հեռացնելու վերաբերյալ վստահել է։ Նա, ով կարող էր ապահովել չոր անցում Հորդանանի միջով, կարող է նաև նրանց շնորհել երկիրը։ Աստված միշտ չէ, որ բաժանում է Հորդանանը։ Այսինքն նկատի ունի, երբ որ մենք անում ենք դժվարության առաջ, որ մեզ համար անլուծելի է, եւ Աստված միշտ չէ, որ լուծում է այդ հարցը։ Նրա միջամտությունները միշտ չէ, որ այդքան ակնհայտ են։ Եվ մենք ուղղակի պետք է վստահենք Աստծուն եւ սպասենք իր ժամանակին, իր ձևով միջամտելու։ Շարունակենք կարդալ Հեսուի 3-րդ գլուխը։ Ուրեմն Հեսուն ասեց կանաններին, որ վերցրեք ուխտի տապանակը եւ անցեք ժողովրդի առաջ, նրանք վերցրին ուխտի տապանակը եւ գնացին ժողովրդի առջևից։ Տերն ասաց Հեսուին, այսօր կսկսեմ քեզ բարձրացնել բոլոր իսրայելացիների աչքին, որպես իմանան, թե ինչպես որ Մովսեսի հետ է, այնպես էլ քեզ հետ կլինեմ։ Հիմա դու ուխտի տապանակը վերցնող կանաններին պատվիրիր եւ ասա. երբ հասնեք Հորդանանի ջրերի եզերքը, կանգ առեք Հորդանանի մեջ։ Եվ Հեսուն ասաց Իսրայելի որդիներին, մոտեցեք այստեղ եւ լսեք ձեր Տեր Աստծո խոսքերը։ Հեսուն ասաց. դրանով կիմանաք, որ կենդանի Աստվածը ձեր մեջ է, որ նա ձեր առջևից հալածելով հալածելու է քանանացիներին, քետացիներին, խևացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին եւ հեբուսացիներին։ Ահա ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը պիտի անցնի ձեր առջևից Հորդանան գետի միջով։ Հիմա դուք Իսրայելի ցեղերից վերցրեք 12 մարդ, ամեն մի ցեղից մի մարդ, եւ երբ Տիրոջ ամբողջ երկրի Տիրոջ տապանակը վերցնող կանանների ոտքերի թաթերը մտնեն Հորդանան գետի ջրի մեջ, Հորդանանի ջրերը կկտրվեն եւ վերևից իջնող ջրերը կկանեն քարակույտի պես։ Եվ ժողովուրդը Հորդանան գետն անցնելու համար դուրս ելավ իր վրաններից, ուխտի տապանակը վերցնող կանանները ժողովրդի առջևում էին։ Եվ հենց որ տապանակը վերցնողները հասան մինչև Հորդանան եւ տապանակը կրող կանանների ոտքերը խրվեցին գետի եզերքի ջրի մեջ, որտեղ հնձի ամբողջ ժամանակ Հորդանան դուրս է գալիս իր ափերից, այսինքն դա այն ժամանակ էր, երբ որ Հորդանանի ջրերը բարձրացված են եւ նույնիսկ իրենց ափերից դուրս էին գալի։ Այն ժամանակ վերևից իջնող ջրերը կանեցին եւ քարակույտի նման բարձրացան Սարթանի մոտ գտնվող Ադամ քաղաքից շատ հեռու, իսկ դեպի դաշտիցով, այսինքն աղիցով իջնող ջրերն ամբողջովին կտրվեցին եւ ժողովուրդն անցավ Երիքովի դիմաց։
Տիրոջ ուխտի տապանակը վերցնող քահանաները հաստատ կանեցին Հորդանան գետի մեջտեղը ցամաքի վրա եւ բոլոր իսրայելցիներն անցան ցամաքով մինչեւ որ ամբողջ ժողովուրդը վերջացրեց Հորդանան գետի անցումը։ Ուրեմն այն բառը, որ նշված է բնագրում, նշանակում է հրաշք, այսինքն սա հրաշք էր, որտեղ հնձի ժամանակ էր եւ ջրերը շատ էին, բայց Աստված ինչպես Կարմիր ծովում կանացրեց, այնպես էլ այստեղ կանացրեց այդ ջրերը։ Աստվածաշի գրողները գիտեին ու վկայում էին այն փաստի մասին, որ Աստված, ով արարել աշխարհը, երբեք չի սահմանափակվում կամ կաշկանդվում իր արարչագործությամբ, նրա համար ոչինչ անհնար չէ։ Բնագրում չափազանց հրաշալի իրականացնել։ Նրա անունը եւ էությունը հրաշալի են, եւ դա մեր հասկացողությունից վեր է։ Ի տարբերություն մյուս ազգերի աստվածների, որոնք չեն կարող փրկել, Աստվածաշի Աստվածը կենդանի եւ գործուն Աստված է, ում հետևորդները կարող են վստահել ակնկալելով նրա միջամտություններն իրենց օգտին։ Այսինքն մեր Աստված կենդանի Աստված է եւ իր համար դժվարություն չի իր իսկ դրած բնական օրենքները փոփոխել եւ միջամտել կամ կանացնել։ Մենք գիտենք շատ նման դեպքեր Աստվածաշից։ Կարդանք Հեսուի 4 գլուխը։ Երբ ամբողջ ժողովուրդը վերջացրեց Հորդանան գետի անցումը, Տերը խոսեց Հեսուի հետ եւ ասաց. ժողովրդի միջից վերցրեք 12 մարդ ամեն մի ցեղից մեկ մարդ եւ պատվիրեք նրանց ասելով. այստեղից Հորդանան գետի միջից քահանաների պինդ կանած տեղից ձեզ համար վերցրեք 12 քար, դրանք տարեք ձեզ հետ եւ դրեք այն իջևանում, որտեղ իջևանալու եք այս գիշեր։ Հեսուն Իսրայելի որդիների միջից կանչեց իր որոշած 12 մարդկանց ամեն մի ցեղից մի մարդ, եւ Հեսուն նրանց ասաց. Անցեք ձեր Տեր Աստծո տապանակի առաջ, Հորդանան գետի մեջտեղում եւ ամեն մեկը Իսրայելի որդիների թվի համեմատ մի քար վերցրեք ձեր ուսերին, որպեսզի դա մի նշան լինի ձեր մեջ, երբ հետագայում ձեր որդիները ձեզ հարցնեն եւ ասեն, թե այս քարերն ինչ են ձեզ համար, այսինքն ինչ է նշանակում, նրանց կասեք. Հորդանանի ջրերը կտրվեցին Տիրոջ ուխտի տապանակի առջև, երբ այն անցնում էր Հորդանան գետով, Հորդանանի ջրերը կտրվեց եւ այս քարերը հավիտյան հիշատակը լինեն Իսրայելի որդիների համար եւ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես Հեսուն պատվիրել էր նրանց, նրանք 12 քար վերցրին Հորդանան գետի միջից Իսրայելի որդիների ցեղերի թվի համեմատ, ինչպես որ Տերն ասել էր Հեսուին, դրանք իրենց հետ տարան իջևանատեղի եւ դրեցին այնտեղ։ Հեսուն ուրիշ 12 քարեր կանեցրեց Հորդանան գետի մեջ, այնտեղ որ ոտք են դրել ուխտի տապանակը վերցնող քահանաները եւ մինչ այսօր դրանք այնտեղ են։ Տապանակը վերցնող քահանաները կանեցին Հորդանան գետի մեջտեղում, ինչեւ որ ավարտեց այն բոլոր խոսքերը, որ Տերը Հեսուին պատվիրել էր ասելու ժողովրդին, ինչպես Մովսեսն այն ամենը պատվիրել էր Հեսուին։ Եվ ժողովուրդը շտապելով անցավ գետը։ Երբ ամբողջ ժողովուրդը վերջացրեց անցնելը, այն ժամանակ Տիրոջ տապանակը եւ քահանաներն անցան ժողովրդի առաջ։ Եվ ասում է, որ նույն օրը Տերը բարձրացրեց Հեսուին Իսրայելի աչքին, նրանից վախենում էին, ինչպես որ վախեցել էին Մովսեսից նրա կյանքի բոլոր օրերին, այսինքն հարգում էին։ Տերը խոսեց Հեսուիդ ասելով. պատվիրիր վկայության տապանակը վերցնող քահանաներին, որ դուրս գան Հորդանան գետից, եւ Հեսուն հրամայեց քահանաներին ու ասաց. դուրս եկեք Հորդանան գետից։ Երբ Տիրոջ ուխտի տապանակը վերցնող քահանաները դուրս եկան Հորդանան գետի միջից եւ նրանց ոտքի թաթերը կոխեցին ցամաքի վրա, Հորդանանի ջրերը ետ դարձան իրենց տեղը եւ առաջվա պես նրա բոլոր ափերի վրա գնացին։ Եվ որ շարեցին այդ քարերը 12 ասեց Հեսուն ասեց. «Եվ վաղը ձեր որդիները հարցնեն իրենց հայրերին ու ասեն. այս ինչ քար են դուք ձեր որդիներին կիպացնեք ասելով. Իսրայելը ցամաքով անցավ այս Հորդանան գետով, որտեղ ձեր Տեր Աստվածը Հորդանան գետի ջրերը ցամաքեցրեց ձեր առջև, մինչև որ դուք անցաք, ինչպես որ ձեր Աստվածն արեց նաև Կարմիր ծովում, որը ցամաքեցրեց մեր առջև, մինչև որ մենք անցանք։
որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան, որ Տիրոջ ձեռքը զորավոր է, եւ դուք միշտ վախենաք ձեր Տեր Աստծուց։ Ուրեմն այդ քարի նպատակը ինչն է, որպես հուշարձան ծառայել։ Եվ օրինակ ասենք ծիածանը ուխտի հուշարձաններ, երբ որ Նոյը դուրս եկավ, Աստված ծիածան դրեց որպես ուխտի նշան, եւ այստեղ նշանը գործում է որպես հիշատակություն, յուրաքանչյուր հաջորդ սերնդին հիշեցնելով գետը հատելու հրաշքի մասին։ Ուրեմն 5 դականում սովորական էր հուշաքարերի տեղադրումը եւ ծեսերը, որոնք հարցեր էին առաջացնում։ Հրաշքները նորից ու նորից կրկնելու փոխարեն Աստված հիմնում է հուշարձաններ, որոնք առանցնում են նրա մեծ գործերի հիշողությունը եւ հուշում իմաստալից պատասխաններ։ Հետևաբար նշանն այնտեղ հավիտյան լինելն է, ենթադրելով Տիրոջ այդ հրաշքը նրա ժողովրդի հավաքական հիշողության մեջ հավերժ պահելու անհրաժեշտությունը։ Այսինքն, երբ որ մեր առջև ծառանում է մի պրոբլեմ, որը մենք իզորու չենք լուծելու, եւ Աստված հրաշալի ձևով լուծում է այդ պրոբլեմը, մենք պետք է հուշարձան, մի հուշանշան դնենք դրա վերաբերյալ, գրենք եւ մեր երեխաներին պատմենք, որ ինչպես Աստված օգնեց իմ կյանքի այս դժվարին պահում, ինչպես ինքը լուծեց իմ անլուծելի պրոբլեմը, եւ այդ բոլորը պիտի դարսենք մեր սրտում, հիշենք, որտեղ դա է, որ աճեցնում է մեր հավատքը առ Աստված։ Ապագա սերունդների հավանական հարցը կարևոր է, քանի որ այն ձևակերպված է ազգական ձևով։ Ինչ է նշանակում ձեզ համար այս քարերը։ Յուրաքանչյուր նոր սերունդ պետք է ընդունի ու հասկանա այդ քարերի նշանակությունը անձամբ իր համար։ Հրաշագործ Աստծո հանդեպ հավատը կարող է կենթանի մնալ միայն այն դեպքում, եթե յուրաքանչյուր սերունդ իր համար վերագտնի Եհովայի զորեղ գործերի նշանակությունը։ Նման հավատը մեծ տարբերություն կստեղծի Աստվածաշնչի վրա հիմնված ավանդույթներին, հավատարմորեն հետևելու եւ ավանդապաշտության կենթանի սերնդի ներած կրոնի միջև, որը զուրկ էր իր սկզբնական արժեքից եւ սկզբունքների հանդեպ նվիրվածությունից։ Ի վերջո մենք պետք է մերը դարձնենք Աստվածաշնչի վրա հիմնված մեր հավատը անձնական։ Մենք պետք է անձնական հարաբերություններ ստեղծենք Աստծո հետ, որտեղ մենք մեր պապաների, մամաների, մեր տատիկների ու պապիկների հավատի շնորհիվ չենք կարող փրկվել։ Մեր մեջ պիտի այդ հավատը աճի։ Մենք պետք է վերապրենք այդ հավատը, որպեսզի փրկվենք։ Ոչ ոք, հատկապես մեր նախնիները, չեն կարող հավատալ մեր փոխարեն։ Ամեն մի մարդ փրկվում է իր հավատքի համաձայն։ Ուրեմն սա շատ կարևոր դաս էր, որ մենք երբեք չմոռանանք Աստծո հրաշքները, որ նա գործում է մեր կյանքում։ Երբ որ ասում է, գիտեք, երբ որ հին սերունդը անցավ Կարմիր ծովի միջով, իրանք պատմել էին նոր սերունդին։ Նոր սերունդը միայն լսել էր դրա մասին։ Բայց հիմա իրենք հնարավորություն ստացան իրենց աչքով տեսնել եւ հավաստիանալ, որ Աստված միշտ էլ կարող է ծովերը, գետերը բացել մեր առջև, այսինքն անլուծելի հարցերը լուծել։ Անանցանելի ճանապարհները սարքել անցանելի։ Եվ ինչպես ասացված կա, որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան թե մի քանի անգամ լսել, ուրեմն նրանք լսել էին, բայց այս, որ իրենց աչքով տեսան Աստծո հրաշքը, շատ ավելի պիտի ամրապնդեր իրենց հավատքը, քան այն, որ նրանք մի քանի անգամ լսել էին Կարմիր ծովի անցնելու մասին։ Մոռացկոտություն ընդհանուր առմամբ ընկալվում է որպես սովորական բոլոր մարդկանց հատուկ հատկանիշ, սակայն հոգևոր իմաստով մոռացկոտությունը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։ Աստված երբ որ ասում է հիշիր, ինքը չի ասում հիշիր նրա համար, որ երեսով տա, գիտեք, ես ձեր համար sense լավ բան արեցի, չէ։ Որ մեր հավատքը վառ մնա, որ մեր հավատքը կենթանի մնա,
Երբ որ մենք մոռանում ենք Աստծո գործերը, մենք ընկնում ենք անհավատության մեջ, անվստահության մեջ, բայց եթե մենք հիշենք բոլոր այն հրաշքները, բոլոր այն բաները, որ Աստված արել է մեր կյանքում, մեր հավատքը կմնա կենդանի եւ գործող, այլ ոչ թե մեռած հավատք կլինի։ Այդ դրա համար է պետք որ մենք հիշենք ամեն մի հարցում ինչպես է մեզ Աստված օգնում, որտեղ դա օգնում է մեզ գնալ դեպի ապագա, դեպի առաջ, որտեղ դա օգնում է մեր ապագա փորձություններին։ Այսօր եթե մենք ցանկանում ենք պահպանել մեր ինքնությունը որպես առանձնահատուկ կոչում եւ առաքելություն ունեցող ժողովուրդ, պետք է առիթներ կընտրենք թարմացնելու եւ մեր անհատական եւ հավաքական հոգեվոր հիշողությունը որպես ուշադրության կենտրոնում պահենք, թե որտեղից ենք ծագում, ով ենք եւ ինչի համար ենք այստեղ։ Այսինքն Աստված ուզում է, որ մենք այդ բանը նորից ու նորից, այն հրաշքները, որ ինքը գործել է մեր կյանքում, պատմենք մարդկանց, որտեղ ամեն անգամ, երբ որ մենք պատմենք, մենք մտաբերում ենք այն, եւ ամեն անգամ մտաբերելուց մեր հավատքը ավելի է ամրանում եւ ուրիշներն էլ վկայություն են ստանում մեր բերանից, թե ինչպիսի Աստված մենք ունենք։ Առաջին Կորինթացիս 11:24-25-ում նկարագրում է Պողոսը ինչպես Հիսուսը վերցրեց եւ օշնեց հացը եւ խաղի հյութը եւ տվեց որպեսի խմեն եւ ասեց սա է մարմինը եւ սա է արյունը, որ ձեզ համար թափվում է, այսինքն ինձ ընդունեք որպես անձնական փրկիչ, իմ հետ ստեղծեք անձնական կապ։ Էլեն Ուայթը հստակ հասկանում էր, որ առանց Աստծո անցյալ գործերի եւ հայտնության լույսով մշտապես առաջնորդվելու մենք անկասկած կկորցնենք մեր առաքելությունն ապագայում իրականացնելու շարժառիթը։ Էլեն իր կյանքի ուրվագծեր գրքում H196 նա գրում է. մենք ապագայի համար վախենալու ոչինչ չունենք, բացառությամբ այն դեպքերի, երբ մոռանանք այն ճանապարհը։ Այսինքն մենք պետք է վախենանք մոռանալու Աստծո գործերը մեր կյանքում, այդ դրանից պիտի վախենանք, որտեղ դա տանում է հավատուրացության, որտեղ դա տանում է անհավատության։ Ուրեմն չպիտի մոռանանք այն ճանապարհը, որով Տերն առաջնորդել է մեզ եւ նրա ուսմունքը մեր անցյալ պատմության մեջ։ Սաղմոս 66:6 ասում է. ծովը ցամաքի փոխեց, գետի միջով մարդիկ անցան ոտքով, այնտեղ էլ մենք ուրախ եղանք նրանով։ Թե Կարմիր ծովի եւ թե Հորդանան գետի անցումն աստվածաշրջան պատմության մեջ նոր դարաշրջանի նշաններ են եւ երկու իրադարձություններն էլ ունեն խորհրդանշական նշանակություն։ Արդեն իսկ հին կտակարանում կան տեքստեր, որոնք կապում են երկու խաչվող իրադարձությունները եւ զանազանում դրանց կարեւորությունը, որը նշանակում է ավելին, քան դրանց սկզբնական ենթատեքստերը։ Այս Սաղմոսի համարը, որ մենք կարդացինք, այստեղ ինչ է անում։ Սաղմոս 2-ն գովաբանում է Աստծո փրկարար գործողություն իր կյանքում, հղում անելով Կարմիր ծովն ու Հորդանան անցնելու պատմական դրվագները։ Սաղմոս 114-ը նույնպես կապում է երկու իրադարձությունները, ոչ թե այն պատճառով, որ գրողը ժամանակագրական տարբերակում չի տեսել դրանց միջև, այլև այդ երկու իրադարձությունների աստվածաբանական նշանակությունը նկատի ունենալով։ Այդպիսով դրանք դիտվում էին որպես Իսրայելի կարգավիճակի փոփոխությանը նպաստող իրադարձություններ։ Մեկն ազատագրում է ստրկությունից, մյուսը քոչվորական հողազուրկ վիճակից անցնում դեպի ազգի կարգավիճակի։ Այս սաղմոսներում երկու իրադարձությունների օրինակները ցույց են տալիս գրողի կարգավիճակի փոփոխությունը ճնշումից, աղքատությունից, անօգնականությունից եւ նվաստացումից դեպի ապահովություն, բարեկեցություն, փրկություն եւ արժանապատվություն։ Այսինքն Դավիթը մինչև թագավոր դառնալը ինչի միջով անցավ։ Շատ զրկանքների միջով, Սավոլ ուզում էր ինձ սպանել եւ ինքը տարիներ շարունակ փախ սարերի մեջ պաշտպանվում էր եւ թաքնվում էր եւ ամեն ժամանակ կարծես իր կյանքը վտանգի մեջ էր, բայց Աստված նրան հասցրեց այն օրվան, երբ որ ինքը դարձավ թագավոր եւ իր կարգավիճակը փոխվեց։ Նույնը եւ հրեաները Եգիպտոսում ստրուկ էին, երբ որ իրան Կարմիր ծովով անցան,
դա եղավ շատ որոշակի կարևոր միանցում։ Նայեք, երբ որ մենք անում ենք անլուծելի հարցերի դեմ եւ Աստված լուծում է այդ հարցերը, մենք անցնում ենք, մեր կարգավիճակը փոխվում է, մենք անցնում ենք լիովին այլ կարգավիճակի։ Այդպիսի մի պատմություն կյանքում եղավ, երբ որ ես պիտի գայի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եւ այնպես էր պայմանները, որ ուղղակի հնարավոր չէր, այսինքն մարդկային տեսակետից հնարավոր չէր, որ ես անցնեի այդ հարցազրույցը եւ մեկնեի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Բայց ես աղոթք արեցի եւ Աստծուն ասեցի, որ դու բացեցիր կարմիր ծովը Իսրայելի առջև։ Հիմա իմ առջև կարմիր ծով է, անանցանելի։ Քո համար անհնարին ոչինչ չկա։ Եթե քո կամքն է, այն կստացվի։ Եվ ստացվեց։ Դա հրաշք էր։ Եվ ես չեմ երբեք, այսինքն միշտ հիշատակում եմ, դա հուշարձան է Աստծո ողորմության եւ Աստծո ողորմության եւ հավատարմության, այսինքն այն հարցը, որ անլուծելի էր, Աստված այդ հարցը լուծելով բոլորին փոխեց, այսինքն իմ կարգավիճակը փոխվեց, ես մի երկրից գնացի մի այլ երկիր, այսինքն երբ որ նման անանցանելի հարցերի առաջ եկան, անլուծելի հարցերի առաջ եկան, իմացեք, որ Աստված ուզում է մի մեծ բան անել ձեր կյանքում, մի կարևոր բան, որ շատ կարևոր է ձեր կյանքի համար, եւ իրոք իմ համար շատ կարևոր էր գալ այս երկիր, եւ Աստված կարող է դա անել յուրաքանչյուրի կյանքում ամեն հարցում, եթե մենք ամեն ինչում ուզում ենք փառավորել Աստծո անունը, այլ ոչ թե մեզ, եւ ամեն մի դժվարություն, որ կանգնում է, ծառանում է մեր առջև, որ մեր համար անլուծելի է, դա հնարավորություն է Աստծո համար, որ ինքը ցույց տա իր ողորմությունը, իր հավատարմությունը եւ իր զորությունը, եւ դա ինչ է անում, աճեցնում է մեր հավատքը։ Այո, ես մի քանի անգամ կանել եմ նման անլուծելի հարցերի առջև եւ հենց Աստծո կողմից այս հարցերի լուծումն էր, որ ամրապնդել է իմ հավատքը, որ հիմա, երբ որ կանում եմ անլուծելի հարցի առջև, ես գիտեմ, այո, իմ համար անլուծելի է, մարդկային տեսակետից անլուծելի է, բայց Աստծո համար անլուծելի հարց չկա։ Եվ ես անմիջապես գնում եմ Աստծուն, ոչ պանիկայի մեջ եմ ընկնում, ոչ այսինքն հավատքը միշտ պիտի սնուցանվի, որպեսզի աճի։ Ամեն ինչ աճելու համար պետք է սնուցանվի։ Եթե չի սնուցվում, ուրեմն չի կարող աճել։ Իսկ մեր հավատքը սնուցանվում է, երբ որ մենք Աստված չենք արթում, աղոթում ենք եւ ստանում ենք մեր աղոթքների պատասխանը, երբ որ մեր կյանքում Աստված գործում է իր զորավոր գործերը։ Մարդիկ հիմա էլ այն ժամանակել ասում են, որ հնարավոր չի առանց ստի մեկնել Ամերիկա, այսքան մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այսինքն դե եթե իհարկե green card չշահե։ Բայց ես աղոթեցի եւ ապացուցվեց, որ այո, առանց ստի մարդ կարող է նույնպես կարող է գալ այս երկիր եւ դա դառնում է օրհնություն, այլ ոչ թե անեծք։ Այնտեղ որտեղ կա սուտ, չի կարող լինել օրհնություն։ Իհարկե Աստված հաշվի առնում մարդու հավատքի մակարդակը, բոլորը հաշվի առնում եւ Աստված գիտի թե ում որտեղ պետք է ուղարկել կամ ում որտեղ պետք է լինել։ Եվ ուրեմն, երբ որ մեր առջև այսպիսի հարցեր է ծառայում, մենք պիտի իմանանք, որ Աստված ուզում է մեր կարգավիճակը փոխել վատից դեպի լավ։
Եվ նաև Հորդանանի մոտ էր, որ Եղիան երկինք բարձրացավ։ Եվ Եղիայի համար գետի հատումը բերեց իր կյանքում ամենակարևոր կարգավիճակային փոփոխությունը, որին մենք բոլորը սպասում ենք, նա տեղափոխվեց երկինք առանց մեռնելու։ Եղիսեի համար փոփոխությունը նույնպես կարևոր է։ Նա մինչ դա մարգարեի օգնական էր, դրանից հետո ինքը դարձավ ազգի մարգարեն։ Ուրեմն մենք հիշում ենք, որ Եղիան հանեց իր այդ վերարկուն, խփեց գետին եւ գետի ջրերը բացվեց եւ ինքը անցավ եւ հետո գնաց երկինք եւ այդ վերարկուն թողեց Եղիսեին, որտեղ իրեն արդեն պետք չէր, ինքը արդեն ստանում էր իր ժառանգությունը երկնքում եւ հիմա արդեն պիտի Եղիսեն դառնար մարգարե։ Այսինքն բոլորիս համար շատ կարևոր է։ Եվ երբ որ մենք նայում ենք Հիսուսի կյանքը, երբ որ Հիսուսի ծնողները իրեն փախցրեցին Եգիպտոս, որպեսզի ինքը չսպանվի, երբ որ փոքր էր, հետո ժամանակը եկավ, երբ որ թագավորը մահացավ, իրենք Եգիպտոսից վերադարձան, այսինքն Եգիպտոսից դուրս եկավ Հիսուսը, ինչպես որ Իսրայելը Եգիպտոսից դուրս եկավ եւ հետո ինքը երբ որ ինչ արեց, երբ որ հասավ իր ծառայության ժամանակը, ինքը մկրտվեց Հորդանան գետում։ Եվ Հորդանան գետում մկրտվելուց հետո ինքը 40 օր ծոմ պահեց եւ փորձարկվեց սատանայի կողմից։ Եվ դա խորհրդանշում էին այդ 40 տարիները, որոնք Իսրայելը ապրել էր անապատում։ Այսինքն դա անցում էր Հիսուսի համար ազնական կյանքից դեպի հանրային ծառայություն, երբ որ նա մկրտվեց Հորդանանում, նրա կարգավիճակը փոխվեց։ Նա հնազանդ որդուց դարձավ Մեսիա, դարձավ փրկիչ։ Եվ իհարկե դրա կնիքը դրվեց այն ժամանակ, երբ որ ինքը մահացավ խաչի վրա։ Մենք պետք է Էլեն Ուայթը հատոր 2:994-ի մեկնաբանությունների գրքում գրում է, մենք պետք է մշտապես մարզենք մեր սիրտը միտքը, թարմացնելով հիշողություն այն դասերով, որոնք Տերն ուսուցանել է իր հին ժողովրդին։ Այդ դեպքում մեզ համար, ինչպես նա նախագծել էր, որ պետք է լինի նրանց համար, նրա խոսքի ուսմունքները միշտ հետաքրքիր ու տպավորիչ կլինեն։ Եվ վերջում կարդանք Էլեն Ուայթի վկայությունների եկեղեցու համար հատոր առաջին էջ 609 ժամանակակից Իսրայելն, այսինքն այսօրվա քրիստոնեությունը, դա ժամանակակից Իսրայելն է, ավելի մեծ վտանգի տակ է Աստծուն մոռանալու եւ կռապաշտության մեջ ընկնելու առումով, քան նրա հին ժողովուրդը։ Շատ կուրքեր են պաշտվում նույնիսկ իրենց շաբաթապահ դավանողների կողմից։ Աստված իր հին ժողովրդին առանձնապես պատվիրեց զգուշանալ կռապաշտությունից, որտեղ եթե նրանք հեռանային կենդանի Աստծո ծառայությունից, նրա անեծքը կհանգչի նրանց վրա, մինչդեռ եթե նրանք սիրեին նրան ամբողջ սրտով, ամբողջ հոգով եւ ամբողջ զորությամբ, նա առատորեն կօրհներ նրանց, բավարարելով նրանց ինչպես անհապաղ, այնպես էլ երկարաժամկետ կարիքները եւ նրանց միջից կհեռացներ հիվանդությունը։ Տեսեք ինչքան կարևոր խոսքեր են սրանք։ Այսօրվա կուրքերը այնպիսի տեսք չունեն ինչպես առաջվա կուրքերը փայտից էր, քարից էր, տարբեր բանից էր, բայց այսօր էլ կան կուրքեր, որ նույն վատ ազդեցություն են թողնում այսպես կոչեցյալ հավատացյալ ժողովրդի վրա։ Կուրքերը երբեք չեն փոխվում, դա կարող է լինել մեր ստամոքսը, այսինքն մեր ախորժակը, դա կարող է լինել
փողը հարստությունը դա կարող է լինել փառքը։ Այս երեք հիմնական այս միջոցներով է գործում սատանան։ Եվ ինչ կուրք էլ որ վերցնեք, այսինքն այն բանը, որ դուք վեր եք դասում Աստծուց, մտնում է այս երեք կատեգորիաներից մեկի մեջ։ Ուրեմն մենք ամեն մեկս առանձին պետք է ուսումնասիրենք մեր կյանքը։ Պետք է շատ խիստ վերանայենք մեր սովորությունները կյանքի, կուրքերը, այսինքն այն բաները, որ վեր ենք դասում Աստծուց։ Իսկ ինչպես մենք իմանանք, այսինքն ավելի շատ ժամանակ ենք ծախսում դրա վրա, քան թե Աստծո հետ շփման վրա, քան թե Աստծո կամքը կատարելու վրա։ Եվ թող Աստված օրհնի, որ ամեն մեկը, որ ուսումնասիրում է իր կյանքը, Աստված թող իր Սուրբ Հոգին, Սուրբ Հոգով բացի ամեն մեկի աչքերը, որպեսզի մենք տեսնենք իրական մեր հոգևոր վիճակը, ինչպիսին որ մենք կանք, եւ ոչ թե անտարբերանցենք դրա կողքով, այլ ապաշխարենք եւ Աստծուց խնդրենք, որ մեր կարգավիճակը փոխվի, որ մենք այն ինչ որ անհնար է, կարծես թե, այսինքն դառնալ սուրբ մարդ, հրաժարվել մեղքերից եւ ատել մեղքը, կարծես թե մարդկային տեսակետից անհնար է, բայց Աստված դա անում է մեր կյանքում եւ բազմաթիվ քրիստոնյաների կյանքերը վկայում են այդ մասին։ Թող Աստված օրհնի յուրաքանչյուր մարդու իր կարգավիճակը փոխել հենց այդ վիճակին, այսինքն այդ կարգավիճակին, մեղավոր կյանքից դեպի արդար ու մաքուր կյանքը։ Թող Աստված օրհնի մեզ դրա մեջ եւ Աստծո ողորմությունով մինչեւ մյուս շաբաթ։